Ներողություն իհարկե, ես նույնիսկ ասեի, я тысячекратно извиняюсь, որ տեսանյութը ձայնագրում եմ ոչ թե Լառնակայից, այլ Երևանից, բայց իրողությունը սա է։ Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը ստել էր եւ ընդամենը 900 դրամ չի անհրաժեշտ Լառնակա գնալու համար։ Նախ այդ տոմսերը Wizz Air-ի կայքում այլևս այդ գինը չունեն, պետք է հասկանալ, թե այնպես Wizz Air-ը հիմա ինչ անում, ԿՊ-ի նախընտրական քարոզարշավն է ֆինանսավորում, թե ինչ էր կատարվել, որ Նիկոլ Փաշինյանը այդ գինն էր ասում, բայց բացի տոմսի գնից պետք է վիզայի համար վճարես, պետք է վիզայի կենտրոնի համար վճարես, պետք է հյուրանոց վարձակալես Լառնակայում, այդ իսկ պատճառով հիմա ստիպված ենք Երևանից տեսանյութ ձայնագրել, բայց Երևանն էլ վատ Լառնակա չի, բայց հիմա այլ բանի մասին էինք ուզում այլ բանի մասին ճիշտ կլիներ զրուցել 2001 թվականի ապրիլի 16-ին նախագահ Քոչարյանի օրոք ընդունվեց ոստիկանության մասին օրենք եւ 2001 թվականից ի վեր այսօրը նշվում է որպես ոստիկանի օր Նիկոլ Փաշինյանը եւս այսօր ներքին գործերի նախարարությունն եւ երբ որ Նիկոլ Փաշինյանին էի դիտում մտքից եկավ 2021 թվականի խորհրդանական ընտրություններից առաջ տարածվող մի տեսանյութ, որտեղ քաղաքացուն կանգնացնում է մեքենան, քաղաքացու մեքենան կանգնացնում է ճանապարհային ոստիկանը, ով պարզվում է ադրբեջանցի է։ Հիմա տեսեք, ընտրություններից անցել է 5 տարի եւ մենք հիմա մոտենում ենք մի իրավիճակին, երբ որ 21 թվականի նկարանած տեսանյութը ավելի քան իրատեսական է, ավելին նյութականացվել է այս ամեն ինչը, Ադրբեջանում շարունակում են միջոցառումներ իրականացնել արևմտյան Ադրբեջանի մասին, իրենք շարունակում են ֆինանսավորել տարբեր երևույթներ, տարբեր մշակութային երևույթներ, որոնք հիմնավորում են, որ Երևանը հինավուրց ադրբեջանական քաղաք է եւ հենց ոստիկանի օրը կարելի է ասել հետեւյալը, որ եթե այս քաղաքական իրավիճակը Հայաստանում մնա նույնը, ապա 21 թվականի տեսանյութում տեղ գտած իրականությունը լինելու է մեր առօրյան, այսինքն ադրբեջանական ոստիկաններով ենք մենք շրջափակված, որովհետեւ տրամաբանությունն էլ է հուշում, որ եթե դու արևմտյան Ադրբեջան ես, ուրեմն ադրբեջանցի ոստիկաններ էլ պետք է լինեն այստեղ Թրիպի վերաբերյալ եւս կան առանձին ռիսկեր։ Ադրբեջանը պարտադրեց փաստացի, որ Թրիպ նախագիծը կյանքի կոչի, բայց որ իրենք պարտադրեն, որ Թրիպի շրջանակներում եւս անվտանգություն ապահովի այն նույն ադրբեջանցին, որը 21 թվականի տեսանյութում կա, իսկ ո՞նց են իրենք անվտանգությունը ապահովում։ Հիշում եք Լաչինի Միջանցքի շրջափակման օրերին մի ֆուտբոլային թիմ Արցախից գալիս էր Հայաստան մասնակցելու ֆուտբոլային մրցաշարի, ադրբեջանցին քերում էր Արցախի դրոշը։ Հիմա նույնը կլինի նաեւ արևմտյան Ադրբեջանում։ Մտածեք այս մասին ու եկեք նաև այդ տեսանյութերը դիտենք, թարմացնենք մեր հիշողությունը։ Սալամ։ Դոկումենտի։ Ինչ։ Դոկումենտի, երմելի գավուր։ Ինչի համար։ Платная коммуникация. 5-10 манат.